Դեռ նախորդ տարի հայտնի դարձավ, որ դերասան Մովսես Երեմյանն ու կինը Աննա Սիմոնյանը բաժանվել են։ Չնայած դրան Մովսեսն ու Աննան կարծես թե կարողացել են պահպանել ջերմ հարաբերություններ, քանի որ չէին դադարել հետևել միմյանց սոցիալական հարթակներում, ինչպես նաև բաժանումից հետո ներկայացել էին համատեղ նախագծով, որտեղ սիրահար զույգի էին մարմնավորում։ Զույգը նաև համատեղ մեծացնում է իրենց որդուն Անրիին, զբաղվելով նրա դասյարակությամբ։ Տևական ժամանակ սոցիալական հարթակներում պասիվություն պահպանելուց հետո Մովսես Երեմյանը կրկին ակտիվացել է, շարունակում է նոր հրապարակումներով հանդես գալ։ Մովսեսի ինստագրամյան նոր սթորին էլ խոսակցությունների առիթ է հանդիսացել։ Բանն այն է, որ Մովսեսը լուսանկար էր հրապարակել, որտեղ երևում էր աղջիկ, սակայն դերասանը խուսափել էր ամբողջությամբ ցույց տալ նրա դեմքը։ Համացանցի մի շարք օգտատերեր շտապել էին եզրակացնել, որ գուցե Մովսեսը նոր հարաբերությունների մեջ է եւ ակնարկում է այդ մասին։ Կային նաեւ կարծիքներ, որ լուսանկարում Աննա Սիմոնյանն է եւ զույգը վերջապես վերամիավորվել է։ Չի բացառվում նաեւ նոր տեսահոլովակի կամ նախագծի հավանականությունը։ Մովսեսը դեռևս չի մեկնաբանել, թե ինչ էր նշանակում իր նոր հրապարակումը։ Մովսեսի անձնական կյանքը առաջին անգամ չէ, որ հայտնվում է հանրային նման ուշադրության կենտրոնում, սակայն դերասանուհի Անի Երանյանի հետ հարաբերություններից հետո Մովսեսը պարբերաբար խոսում էր այդ թեմայով եւ չէր խուսափում հարցերից։ Մի առիթով նա նշել էր, որ բաժանման դեպքում երբեք մեկը մեղավոր չի լինում, միշտ երկուսն են մեղավոր լինում, իսկ ահա այս դեպքում թե Մովսեսը, թե Աննան ոչ հերքում եւ ոչ էլ հաստատում են տարածվող լուրերը, այդ կերպ առավելցրելով խոսակցությունները։ Ժամանակին Անի Երանյանը իր հերթին նույնպես խոսում էր իր եւ Մովսեսի բաժանման, ինչպես նաեւ իրենց հարաբերությունների մասին։ Կարծում եմ, որ կինն ավելի շուտ է հասունանում, քան տղամարդը։ Կարող են կինն ու տղամարդը լինել 20 տարեկան, սակայն իրականում կնոջ մտածելակերպը համապատասխանի 25 տարեկան մարդու մտածելակերպին, իսկ տղամարդունը ոչ ու բացարձակ պետք չէր այդքան շատ տեղեկություն տալ իմ անձնականի մասին, դա միանշանակ սխալ էր։ Հիմա այդպես հաստատ չեմ անի, ես այն մարդն եմ, ով սխալների վրա սովորում է։ Կան մարդիկ, որոնք չեն սովորում եւ շարունակ նույն սխալներն են կրկնում։ Ես սովորում եմ եւ ես չեմ վախենում ասել, որ սխալվել եմ, չեմ վախենում ասել կներես, եթե ես եմ մեղավորը։ Այդպես է ճիշտ։ Մովսեսից բաժանվելը կտրուկ որոշում էր։ Հաճախ մենք կտրուկ ենք դառնում ելնելով մեր ինքնապաշտպանությունից։ Կարծում եմ ես ժամանակին ավելի շատ էի ինքնապաշտպանվում, քան հիմա ու մի քիչ էլ թքած ունեմ։ Ժամանակին այդպես չէր, իմ կյանքն այնպես է ստացվել, որ 18 տարեկանից նկարահանվում եմ։ Ես հասկացա իմ կյանքով չեմ ապրում, ինչը լուրջ անդրադառնում է ինձ վրա։ Ես նեղացնում եմ իմ հոգուն։ Որոշեցի ապրել իմ կյանքն այնպես, ինչպես ուզում եմ։ Ես դրանով չեմ անում այնպիսի բան, որ այլ մարդկանց վատ լինի, չեմ վիրավորում։ Մոսկվան ինձ շատ լավ բան սովորեցրեց՝ սառը լինել։ Շատերն ասում են, ոնց կարելի է ապրել Մոսկվայի սառը մարդկանց մեջ, բայց իրենք մի շատ լավ գիծ ունեն, անկեղծ են, քեզ ոչինչ չեն պարտադրում, իրենք էլ քո առաջ ոչինչ պարտավոր չեն։ Ես դա շատ եմ սիրում։ Գուցե Մոսկվայի շնորհիվ ես էլ եմ ավելի սառը դարձել, բայց ես ուզում եմ մի քիչ ավելի շատ իմ հոգին սիրել, քան թույլ տալ, որ ուրիշներն իրենց լավ զգան։ Ինձ լավ չճանաչողները գուցե կարծում են մեծամտածել եմ, բայց ես կարող եմ հակառակն ասել։ Հիմա ավելի հաճախ եմ ժպտում, ավելի ջերմ եմ մարդկանց հետ։ Հոգեվիճակս ավելի հանգիստ է, ներսիս գույները շատացել են։ Ես գտել եմ ինձ ու կարողանում եմ մենակ երջանիկ լինել։ Առաջ այդպես չէր, ես չէի կարողանում մենակ երջանիկ լինել։ Եթե մենակ էի մնում, պետք է ընկերներիցս մեկի հետ շփվեի, հետաքրքրություն գտնեի։ Իսկ հիմա եկել եմ այն կետին, որ կարողանում եմ ինքս ինձ հետ ժամանակ անցկացնել ու դրանով երջանիկ լինել։ Երբեմն տեղի եմ տալիս արցունքներին, կարոտին, բայց ընդամենը մի քանի րոպե են տևում։ Ես հիմա տեղի եմ տալիս իմ էմոցիաներին ու դա շատ լավ է, որովհետև ժամանակին ես այդ մասին չէի խոսում։ Անգամ երբ մենակ էի լինում, զսպում էի հուզմունքս, որովհետև մտածում էի ես ուժեղ եմ, չպետք է լացեմ։ Հիմա հանգիստ թույլ եմ թողնում էմոցիաներս։ Եթե այս պահին հոգիս ուզում է լացել, պիտի լացի։ Եթե ուզում է զանգել, ասել մամ, ես քեզ կարոտել եմ, զանգելու է եւ ասի։ Մենակ ապրելը նաեւ լավ կողմ ունի։ Ես սկսեցի ժամանակ տրամադրել ու ավելի լավ ճանաչել ինձ, կյանքի մասին խորհել։ Ամենակարևոր բանն այն էր, որ գտա ինձ ու ինձ հետ մենակ լինելու լիարժեքությունը։ Միշտ եմ տրամադրության մարդ եղել, հիմա ավելի։ Կարող է հիմա շատ ուրախ խոսեմ, մեկ էլ մի պահ ահա որ տխրեմ։ Բացի այդ, ամեն ինչ սկսել է շատ շուտ անհետաքրքիր դառնալ, ձանձրացնել ինձ։ Այն ժամանակ
կարող է թաքցնեի ձանձրույթս հիմա չեմ կարողանում, եթե պիտի մռուչներս կախ նստեմ մարդը զգա, ավելի լավ է անկեղծ լինեմ, առաջ հիասթափվում էի, որովհետև չէի սպասում, որ տվյալ մարդը նման բան կանի, հիմա բոլորից ամեն ինչ սպասում եմ և չեմ հիասթափվում, նույնիսկ մտերիմներից։ Ես կողքիս ունեմ հարազատ ու սիրելի մարդիկ, որոնց հետ շատ ջերմ հարաբերություններ ունենք, ուղղակի եթե ինչ-որ բանային չգնա, ես անակնկալի չեմ գա, ինչպես առաջ։ Ինձ համար երջանկությունն ամուսնանալու մեջ չէ։ Ես հասկացա, որ երբ անձնական կյանքդ բաց ես պահում, մարդիկ մտնում են նաև այն դաշտ, որը քոնն է, ասում են դե դու հանրային մարդ ես ու սկսում են մտնել այն տեղերը, որտեղ պետք չէ։ Դրա համար հասկացա, որ այնինչ իմն է, պետք է միայն ինձ պահեմ։ Երբ գա պահը, որ մարդիկ պետք է ինչ-որ բան իմանան, մարդիկ կիմանան այդ մասին։ Որպես դերասանուհի մարդիկ տեսնում են կամ չեն տեսնում իմ գործունեությունը, որպես մարդ տեղ կա այնքան, որքան ես եմ թույլ տալիս, մնացածն իմ կյանքն է, ինչպես կուզեմ կապրեմ։ Հենց այդ նույն շրջանում Մովսեսը և Աննան հիմնականում միասին էին ներկայանում այս կամ այն նախագծում, նրանց համատեղ նախագծերը բարձր դիտողականություն ունեին, իսկ սոցիալական ցանցերում արված հրապարակումները անմիջապես տարածվում էին ու բազմաթիվ հավանումների արժանանում։ Անի Երանյանը նույնպես շարունակում էր իր ստեղծագործական գործունեությունը, հանդես գալով մասնավորապես մի շարք վարկանշային նախագծերում։ Ինձ համար կարևորն այն է, որ կերպարս հետաքրքիր լինի, նրանից սովորելու բան ունենամ, նրան տալու բան ունենամ։ Ես երկարատև նախագծեր չեմ սիրում, որովհետև սկսում եմ ձանձրանալ, կերպարս տալու բան էլ չի ունենում։ Երբևէ իմ ընկերական հարաբերությունները չեն ազդել իմ մասնագիտական առաջխաղացման վրա։ Հեռուստադիտողը սիրեց կերպարը, հետաքրքրվեց նրանով, արդյունքում կերտվեց այս ճանապարհը։ Ես շատ ընկերներ, ծանոթներ ունեմ այս ոլորտում, սակայն երբևէ որևէ մեկը չի կարող ասել, որ ես դիմել եմ իրենց ինձ նկարահանելու համար։ Ամեն բան ինքնըստինքյան է եղել, ինձ հրավիրել են, իմ կերպարները եղել են գլխավոր նախագծերը, որտեղ ես ներգրավված եմ եղել են ռեյտինգային։ Դա ստացվել է բախտի բերմամբ, թե պատահմամբ։ Բնականաբար ես ջանք եմ գործադրել, որ կերպարս լավ ստացվի, նախագիծը հաջողի, բայց իմ աստղը միշտ շողացել է և դա եղել է պատահաբար։ Ես երկրորդ կուրսում էի սովորում, երբ առաջին անգամ ստացա «Զգուշացեք փողից» 8 սերիանոց ֆիլմաշարում նկարահանման հրավեր։ Այդ ժամանակ խիստ դրված էր ինստիտուտում, որ չպետք է նկարահանվել, չէր կարելի ու վերջ, բայց դա իմ որոշումն էր և ես չեմ փոշմանում իմ որոշման համար։ Ցանկացած գործում ամենակարևորը պրակտիկան է։ Կարևորագույն որոշումներն իմ կյանքում ես եմ կայացնում։ Նկարահանման որոշումը ևս բացառություն չէր, տարիքը կապ չունի այս պարագայում։ Եթե դու անում ես ինչ-որ գործ, դու ուզում ես ճանաչվել ու գնահատվել։ Ես երբեք չեմ ասել, թե գիտեք, ինձ համար կարևորն ամբողջ օրն աշխատելը և ճանաչված չլինելը։ Յուրաքանչյուր դերասան սկսում է այդ ամենը ճանաչման համար։ Ոչ մի դերասան կամ դերասանուհի չի սիրում չգնահատված և չճանաչված լինել։ Իհարկե կան դերասաններ, ովքեր տարիներ շարունակ աշխատել են, բայց իրենց դա ճանաչում չի բերել։ Եթե նրանց դա դուր է գալիս, ապա ինձ ոչ։ Առաջին հերթին ճանաչում, երկրորդ փորձ։ Անին Մոսկվա տեղափոխվելու 2 փորձ ունեցավ, առաջին անգամ չդիմացավ ու վերադարձավ, քանի որ այդ փուլում նրան Հայաստան կանչող կարևոր բան կար՝ անձնական հարաբերությունները։ Երբ երկրորդ անգամ Մոսկվա մեկնելու որոշում կայացրեց, մեկնեց ու մնաց։ Խոսակցություններ կային, որ այնտեղ դերասանուհուն պահող ամուր հիմք կար՝ կրկին անձնական հարաբերությունները։ Անին սակայն հերքել էր այս խոսակցությունները։ Իրականում այդպես չէր, ես իսկապես հանգստություն էի գտնում Մոսկվայում։ Չեք կարող պատկերացնել, թե ինչպես էի հանգստանում ուղղակի մետրո մտնելուց, քաղաքում շրջելուց։ Նույնիսկ մեկ օր նկարահանում չունենալու դեպքում տոմս էի գնում ու մեկնում Մոսկվա։ Երբ արդեն Մոսկվայում էի, կարող էի հանկարծակի տոմս գնել ու մեկնել մի ուրիշ երկիր, պայմանավորված իմ տվյալ պահի հոգեվիճակով։ Մովսեսի ու Անիի մասին ժամանակին խոսում էին բոլորը, նրանք ամենասիրված աստղային զույգն էին։ Նրանց յուրաքանչյուր նոր ֆոտոշութ անմիջապես տարածվում էր ամբողջ համացանցով։ Ցանկացած հարցազրույց մի նոր քննարկման առիթ էր դառնում, երբեմն նոր սկանդալի ու քննադատության ալիք բերելով։ Ժամանակին շատերը անգամ հակված էին մտածելու, որ նրանց սիրավեպը պարզապես PR քայլ էր, իրենց անձի շուրջ հետաքրքրություն առաջացնելու համար։